Վերադարձանք եւ արդեն այսօր հասցրել ենք խոսել առողջության մասին եւ արդեն հասցել ենք ձեզ, որ այսօր կունենանք մասնագետ մեր եթերում, որի հետ կշարունակենք այդ հետաքրքիր թեման եւ ահա խոշոր մասնագետ այստեղ է մեր գոլեգա սիրելի Մարզիկ Սնդաբան բոդիբիլդեր Մանո Բրուտյանը, որի հետ կխոսենք հենց նրա մասին, թե ինչ է պետք անել ամռանը եւ ինչպես ապրել ամռան, ինչպես սնվել ամռան, ինչպես մարզվել ամռանը, թե միգուցե չմարզվել, միայն սնվել։ Վերջել, շատ հարցեր են։ Բարև ձեզ։ Ազար բարև։ Ինչպես եք։ Բարկասուր լավ։ Մանո, արդյոք ամռանը ստրեսային իրավիճակ է օրգանիզմի համար, թե այդպիսի ստրեսային իրավիճակներ կան նաև գարնանը, աշնանը, ձմռանը եւ սա սովորական առօրյա է։ Շատ ճիշտ նշեցիք, ամեն սեզոնի փոփոխման հետ մեր մարմինը ենթարկվում է ինչ-որ ստրեսների։ Այսինքն պետք չի գցել մենակ ամառվա վրա, նույնը աշունը կարանի, նույնը ձմեռը կարանի, ամեն մեկը ունի իր դարբեր խնդիրներ, որ բերելու է իր հետ, օքեյ։ Հիմա ճիշտ է, մարդիկ ասում են, դե ավելի քչացնում են շարժը, զուտացում են շոկա, գարում են քչացնում են նաև սպիտակուցները, որտեղ ասում են դե միսը դժվար է մարզվում կամ ձուն դժվար է մարզվում։ Առասարակ ախորժակել չկա։ Ախորժակը փակվում է, դե դրա համար քչանում է, դե մեկ մակրոները սկսում են ավելի քիչ ստանալ սպիտակուցները, որ դա մեզ պետք է։ Okay, բայց դա ամեն ինչ ունի ջար, եթե մենք ամեն ինչին գտնենք պատճառ, մենք լիքը պատճառներ կգտնենք ամեն ինչին։ Բայց կարանք okay, թեթևացնենք այդ ամեն ինչը, ոչ թե ասենք թե կարողանում ենք ուտենք 3 հատ ձու, օրինակ փորձենք ուտենք թեկուզ 2 հատ ձու, պահպանենք, գոնե 70% փորձենք պահպանել։ Ամեն առավոտյան թե ամբողջ օրվա ընթացքում։ Չէ, նկատի ունեմ առավոտյանը, հետո կեսօրին դե ունենք նաև սպիտակուցը որ պիտի ստանանք մսի տեսակից կամ թեկուզ կատնամթերքի տեսակից, փորձենք պահպանենք մաքսիմալի, ինչքան որ կարողանում ենք։ Okay, չենք կարող շարժվենք շոկա, խնդիր չկա, մարզասրահները հիմա արդեն բոլորը ներսը հովացման սիստեմաները կան, ոչ մի խնդիր չենք տեսնում, ուզում ենք քայլենք։ Ոչ մի օտմաս կա, այլևս, այո։ Եթե ուզում ենք քայլենք, կարևոր չէ ելենք կեսօրին քայլենք, գիշերը 7-ից 8-ից 9-ից հետո արևը գնաց, ելենք այդ մեր գեժամի ժամը քայլենք, կամ առավոտը շատ մարդիկ կան, որ իրանք առավոտ չուտեն անում այդ ամեն ինչը, եթե ուզենանք անել, միշտ ջարը գա։ Չէ, բայց այդ ատմաս կա, այդ փախչելը բաց թողելը ջիմից, ես մտածել եմ, կա, եւ ես անում եմ դասում, դե ջերմաստիճանը խփում եմ մեջքիս, ես քրտնած եմ լինում, չեմ կարողանում մարզվել, բայց քեզ ասացին հենց նոր, որ բոլոր ջիմերում գոյություն ունի օթորակիչները։ Օթորակիչ, բայց օթորակիչը կարող է քրտնած վիճակում ինձ հարվածել, վատանա, բայց այս կարգի ինչ-որ բաներ կա։ Ուրեմն Գներեք, ուրեմն նայեք, խնդիրը նրանն է, որ հարմար շոր պետք է հագնենք նաև։ Այսինքն ես մարզվում եմ, այո, երբ որ ես մարզվում, ես անձամբ շատ եմ քրդնում, որտեղ ջուր շատ եմ խմում, կրտանատունը շատ է։ Եթե մենք հագնենք ավելի բամբակյա մի քիչ երկարատև լինի, որ ինքը քրդինքը վերցնի իր վրա դուրս չտա մի հատ վանդանանք, դա լավ կլինի։ Ընթացքում ես նաև փոխվում եմ էլ։ Այս այո։ Ես ունենում եմ 2 տարբեր տիշերտներ, շապիկներ, ընթացքում փոխում եմ, որ շատ եմ քրդնում, հանում փոխում եմ։ Որտեւ այո, ճիշտ է, որ շատ եմ քրդնած մի դեղ անցա խփեց, կարա վանդաստին։ Դա ունի ջար։ Բայց սննդակարգն է հետաքրքիր, տպավորեցնի, որ ամռանը ավելի մաչելի են, օրինակ բանջարեղենները, ավելի շատ, մենք կարող ենք ավելի շատ բանջարեղեն ուտել։ Արդյոք ամռանը կարող ենք ասել, որ ավելի հեշտ է սննդակարգը կարգավորել, քան ձմռանը։ Ճիշտ նշեցիք դա, նայեք, հիմնականում դրա համար շեշտեցի, որ սպիտակուցն է քչանում։ Սպիտակուցը դժվար մարզ ապրեք։ Դրա համար ճիշտ եք ասում, կարելի է բանջարեղենը շատացնել, սպիտակուցը մի քիչ քչացնել ոչ իջետ ընթացքում, խնդիր չկա։ Կամ փոշու տեսքով։ Ձմռանը մեկը հակառակն ա լինում կարծես։ Ձմռանը ուտում ենք ճիշտ ախորժակը բացվում է։ Իսկ ամռանը սննդակարգը փոխելու ինչ որ կարդինալ բաներ պետք է անել, թե պարզապես պետք է սպիտակուցները մի քիչ քչացնել, բայց մնացածը պահել են նորմաների մեջ։ Մաքսիմալ բահբանել սպիտակուցը, ես միշտ ասում նոր ճանապարհի որ գալիս է, այնպես խոսակցություն գրում մի հատ հաջախորդի հետ, okay, ասի թե չես կարող ուտեմ, օրինակ եմ ասում 3 հատ հավգիտ, կեր 2 հատը, մնացածը շարունակի բանջարեղենը, մանրաթելերը, բանը, մի կդոր, չգիտեմ, ավսանգի բանը, վարսագի պատիներն բանը, այդ մնացած ինչ կմնա, դա է գեր, բայց կարևոր մի հատ հիմքը ունենանք, մնացածը լրացնենք, okay, բանջարեղենի մի շատ լավ է, թարմ է, էժան է, մաքսիմալ օգտվենք դրանից, ոչ մի խնդիր։ Բայց
Տեսեք, մարդ ով չի սիրում միս ուտել։ Ես չեմ գրեթե չեմ։ Բուսակերը, թե։ Օրինակ չասենք տենց բուսակեր, բայց մարդ ով գրեթե չի ուտում միս։ Այս դեպքում շատ այսպես փոխարինիչ բաներ կան, օրինակ, չգիտեմ, սիսեր, տարբեր հատիկեղեն, արդյոք իրանք իրար հետ համեմատելի են, թե ընդհանրապես համեմատելի, մի պարկ պետքա ուտենք օրինակ դրանից։ Ցավոք սրտի մեր մարմինը իրան չի ընդունում ինչպես մսի սպիտակուցը։ Այսինքն սիսերը մենք ավելի շատ ընդունում ենք ինքի վրա ածխաջուր, ոչ թե որպես սպիտակուց։ Հետո իր մարսերը շատ դժվար է մարսել։ Շատ դժվար ենք մարսում։ Պրոցեսը երկարում է։ Այո, այսինքն եթե դուք ցած պատկերացրեք, եթե 100 գրամ սիսեր, օրինակ, պիտի բարունակում ան մոտորապես 18 գրամ սպիտակուց, 100 գրամ սիսեր որ դուք խաշեք, գիտեք ինչքան ոլց պիտի ուտեք, այսքան է դառնում ինքը ծավալը մեծանում է, շատ դժվար է մարսել։ Եվ դժվար է ուտել վերջը, ինչքան սխալ է սիսեր ուտել, ավելի լավ մի փոքր ինչի մուսի։ Հա, ինչ որ, հա, ես Կարան խփում են, հարում են, էլի լինում է, բայց էլի եմ ասում, ծավալը առաջին հետ կանը մեծ արինում, երկրորդը դժվար է մարսա, երրորդն ասի, որ ինքը այդքան սպիտակուց չի ընդունում, ինչքան ասխաջեր։ Ավելի ծանր է, քան օրինակ, եթե ես չգիտեի, դա որ ավելի ծանր է։ Հեղուկների մասին ինչ կարող եք ասել։ Ամռանը ավելի շատ ջուր, իսկ ոչ տնական տատիկի պատրաստած կոմպոտը։ Թե ոչ։ Հիմա նայեք, եթե իմ ասեմ դատիկի սարկած կոմպոտը չխմեք, կձեզ Բոլոր տատիկները։ Բայց ժողովուրդ եկեք ճիշտը խոսանք, որ եթե շաքար է պարունակում։ Եթե չի, լավ, եկեք երկու կողմով էլ ասեմ, գիտական կողմով, սովորական կողմով էլ ասեմ։ Եթե ինձ մնա, ավելի լավ չխմել, ինչ համար ես առաջինը ասում եմ, եթե միրգը պետքա ուտել, Հա, ոչ թե կոմպոտի տեսքով։ Ապրեք, ոչ թե խփել, ինքը դառնում է մաքուր շաքար, ինչի համար ասված ստեղծել է միրգը մանրաթելերով, եւ որ մենք իրան խփում ենք, հարում ենք, չեմ կոկտեյլ ենք սարքում, ապրեք, ինքը դառնում է մաքուր շաքար, այսինքն շաքարն է մնում իրան։ Այսինքն այդ քայքայվում է եւ արդեն մանրաթելերը վերանում են, մնում է բան, իսկ երբ որ դու միրգը ուտում ես, մանրաթելերը իր չափով բահում է քո ինսուլինի դատանում է արագ։ Հասկացա։ Ֆրեշ ասվածը ինքը էլի պրոբլեմա։ Ավելի լավ է դու ուտես իրականում իրան ուտես, որովհետեւ ստանաս իր մանրաթելերը, որովհետեւ ինսուլինի խախտումը շատ բարձր չլինի, արագ ելնի իշնի։ Okay։ Կամբոտը դառնում է նույն, արդեն դու մի հատ իրան էփում ես, մի հատ հանում ես մեջից, էլի նորից շաքար ես ավելացնում ավելորդ, էլի մանրաթելերը քայքայվում է։ Պլյուս շաքարավազել է վերջում ավելանում վրան, դառնում է լրիվ ուրիշ խնդիր։ Բայց շատ sense մարքեթինգային մի հատ բան կա, որը շատ տարածված է, ու ինձ ինչ որ առնում մի քիչ էլ նյարդայնացնում է, երբ որ դետոքս տարբեր պրոդուկտներ են վաճառում, որ դրանք նիհարեցնում են եւ այլն, նույնը բանջարեղեններ, ասենք հարած ակնհայտորեն դա հարած քյարաուզ օրինակ համից դու դա կարող ես զգալ, բայց սա շատ թանկ վաճառում են որպես դետոքս, որպես նիհարեցնող ինչ որ պրոդուկտ։ Ինչ է տալիս մեր օրգանիզմը, եթե ինչ որ բան տալիս է։ Շատ ճիշտ բան ասեցիք, նայեք, իմ բայկար կոնկրետ 2 տարի այս տիպի պրոդուկտների դեմ է, այսինքն արագ նիհարեցնող, այդ խոստումներ տվող պրոդուկտերին, բայց ես մի բան եմ ասում ժողովրդին, որ նիհարեցնող կամ չաղացնող մտեր գոյություն չունի։ Դες բան չկա։ Մենք ամեն ինչ կարանք ուտենք, երբ որ ուտում ենք չափի մեջ, okay։ Երկրորդը ինքը վաճառում է կովրեն գործ կոնկրետ, այսինքն դուն էլ կարաս անես այդ գեսկից ավելի քիչ անստում կովրա։ Երրորդը չկա դենց բան, որ ինքը քեզ 3 օրում կարան նիհարացնի 4 կամ 5 կիլոգրամ։ Դու իշտում ես քո քաշը, այո, բայց քո ջրազերգվելու հաշվին։ Դու ածխաջրերը չես ուտում, դու մանրաթելերը չես ուտում, քո մարմինը այդ ջուրը որ բահում է, որբեսի մարսի ածխաջրերը, ինքը արդեն դուրս է գալի։ Դու ինչ ես կարծում նիհարեցիր։ Եվ առողջությանդ վնաս է դա իրականում։ Բացատրում եմ, մի օրում կամ 3 օրում մենք չենք կարող 1 կիլո ջարբ կորցնել։ 1 կիլո ջարբը 7700 կալորի է, ինչ որ գտնվում է մեր, չգիտեմ, ինչ որ մարմինի շրջանում, մի կիլոն ինքը 7700 կալորի է, okay։ Սենց ասեմ ձեզի, եթե ես օրը 500 կալորի, օրինակ մարդուն պետք է միջինում 2000 կալորի է, օրը 500 կալորի ես դեֆիցիտ պահեցի, իջեցրեցի 1500, 7 օրվա ընթացքում ինչքան իջացրեցի։ 3.5 Քանի կիլո իջա։ 5 կիլո ջարբ։ Հա, մաքսիմում։ Ապրեք։ Բայց մնացածը այդ հեղուկն է դու զգալի եւ դու դες խախտում ես։ Հեղուկը մգան է կորցնում, ավելի վատ բաներ կա այնտեղ։ Եվ անում է կամրանը, էլ ավելի շատ։ Եվ մարմինը մնում է սովի մեջ, ինքը իրան միշտ պետք է սպիտակուց, եւ որ ինքը չունի սպիտակուց, ինքը օգտվում քո մգաններից։ Միջալոց այս տարի Նոբելյան մրցանակակիր է դարձել ճապոնացի մի գիտնական, որը որ ապացուցել է, որ երբ որ օրգանիզմը ստրեսային սովի մեջ է գտնվում, ուրեմն բջիջները սկսում են օգտագործել հիվանդ եւ կիսաքայքայված բջիջներին եւ նրանց հաշվին են ապրում։
Դա լավ է թե վատ։ Դե որ ստրեսի մեջ է, դրա համար է տենց նիհարում, չէ, որ մարդը օրինակ 7 օր հաց չի ուտում, ոչ մի բան չունի, բայց միևնույնն է կարողանում է ապրել։ Եթե ջուր խմեց, կարողանալու է, որտեղ այդ բջիջները վնասված բջիջներին վնասում են, բայց պետք չի քեզ հասցնես դու այդ վիճակին։ Ասում հայեր ավելի շուտ են գտել, դե ասում են մեջի որ տիրանա ուտում։ Այո, իսկ հիմա այս հարցը որ կա, որ պետք չի որ մարդիկ 7 օր սոված մնան, բայց ծոմ են պահում, չէ՞, մարդիկ շատ դեպքերում 3 օր։ Սովապահությունը, որ ասում են, օրինակ մի օր չենք ուտում, մի օր ուտում ենք։ Նայեք, ես դենց բաներին դեմ եմ, ես սենց կասեմ, ես կանեմ այն բանը, որ ես կարողանամ անեմ ինչեւ իմ կյանքի վերջ։ Նա, ոչ թե ստրես է դա։ Ապրես։ Դու եթե մի օր բահեցիր, դու դրան ինչ օգտվեցիր։ Քաշ կորցրիր, առողջություն բերիր, չէ, ոչ մի բան չարեցիր։ Հագրակը մի հատ ստրես տվեցիր, հետ միացար հին կյանքիդ։ Ես դրա համար եմ ասում, եթե ինչ որ ուզում ես, ինչ որ մի հատ ձև բահես, ինչ որ մի հատ դիետա, ինչ որ fasting-ը, չգիտեմ, low carb-ը կամ ես ինչ ես ուզում բահես, եթե կբահես, մինչև քո կյանքի վերջ բահի։ Բայց դե ինչ որ ժամանակահատված ես ուզում անես, զուտ նիհարելու կամ չգիտեմ քաշ հավաքելու։ Ուրեմն դա սխալ է։ Մի արա։ Դա սխալ է։ Հիմա շատ տարածված են, այս մասին սառույց մնացել եմ խոսելու, տարբեր տեսակի մարաթոնները նիհարելու, որը նաև շատ այսպես մարքեթինգային, այսինքն մարդ, ով որ նիհարել է, ուղղակի մարդը չունի որևէ տեսակի կրթություն, մարդը ուղղակի նիհարել է, ասում է ես մարաթոն եմ անում։ Կամ այդ մարդը պարզապես նիհարեր։ Միշտ նիհարեր, բայց ավելի շատ հենց նիհարող մարդիկ են այս երևույթը կիրառում, հատկապես մարդու ունի լսարան, այդ մարաթոնը բավականին բարձր գնով վաճառում են եւ մարդիկ գնում են։ Այս դրա հետ կապված ինչ որ պայքարելու ձև, ինչ որ տարբերակ կամ ինչ որ հորդոր այն մարդկանց, ովքեր տրվում են այդ ամեն ինչի, որովհետեւ ամեն դեպքում մենք գործ ունենք մարդու առողջության հետ։ Նայեք, շատ լավ բաներ ասացիք, պետք է ասենց մաս պատասխանենք, որ ճիշտ είναι, շատ լավ գետեր ասացիք։ Նայեք, առաջի հերթին վերահսկողությունը։ Մեկ, մարդը նիհարել է, ինչ որ չգիտեմ, սովաբայեն, սխալ է նիհարել, ոնց է նիհարել, մգանա գործել է, բայց ինչ որ ինքը ցույց է տալի, չէ՞, թիվ ասում ես 50 կիլո եմ նիհարել։ Դու ինձ կարաս ասես 50 կիլոից քանի կիլո մգանն ես իջել։ Մեկ։ Երկրորդը, դա չի նշանակում, եթե դու նիհարել ես, կարաս ես մի հատ դրես մարաթոն, որը ընդ լավ խնդալով ասենք, բոյով, գոլոտ, չաղ, նիար, չգիտեմ ինչ, բոլորին նույն դիետան կա, դες բան չկա։ Ակտիվություն, ես մինչև ասում քո ակտիվությունը նշի օրական ինչքան ես քայլում, ինչքան ես մարզվում, ինչքան ես շարժվում, գործդ ինչա, նոր դրա համար մենք հաշվում ենք իր կալորիաները։ Եթե դու ոչինչ չես անում, պարզապես չես կարող նիհարես ու վերջ։ Չէ, հիմա եթե ինձ ասում ես օրինակ չգիտեմ դանդիգին եմ, նստագյաց եմ, չգիտեմ չեմ շարժվում, էս եմ անում, օքեյ, ես հաշվում եմ, որ մի 100 կամ 200 մի քիչ ավելի մինուս եմ անում։ Հա, մի քիչ իշտում եմ, որտեղ սնունդը պետք է քիչ լինի, մեկը։ Դե մենք հիմա կալորիաներ հարմարացնում ենք ըստ մարդու օրվա ապրելակերպին, օքեյ։ Իսկ դու դնում ես մարաթոն, ընդ չգիտեմ դրում ես 10000 դրամ, կան էժանել կան 7000 էլ կա։ Մարդկանց բան անում, հասկանում եք դա օքեյ բաներ։ Դե 5000 դրամ այլի վերցնեմ թո էտա, հասկանում ես։ Բայց դե կանոնքը դու կարաս վնաստաս։ Իսկ այդ ինչա գումարը վերցնում են, հետո ձեզ գրում են ինչ ան։ Էջա բացում, Տելեգրամում բացվում այն որ ալիք եւ ով վճարում է, ինքը հասանելություն է ունենում Տելեգրամյան այդ ալիքին եւ այդ ալիքի մեջ բարբերաբար դրվում է տարբեր ինչ ուտել, ինչ անել ու ամենավատը այն է որ դա օրինակ հեծնդաբերական շրջանում գտնվող իմ համար այդ հարցը ասենց ցավալի դարձավ, երբ որ ես տեսա, որ այդտեղ իմ ծանոթներից ով հեծնդաբերական շրջանում էր գտնվում, ինքը օգտվում էր այդ մարաթոնից։ Okay, դե մի օգտվեք, դե վերահսկողությունը ում կողմից պետք է, պետության։ Իհարկե պետության կողմից։ Ուրեմն ասենց ասեմ, անցած դարեր ոնց օրենք անեց Չինաստանում, որ ամեն մարդ որ հելում խոսում է, եթե չունի սերտիֆիկատ, չունի դիպլոմ, բլոգերները, ինֆլուենսերները իրենք չունեն խոսել առողջության մասին։ Ես ասեմ ավելին, օրինակ հայկական AI-ը, Zero-ն, եթե դու իրան հարց ես տալի առողջության մասին կամ դիետաների մասին, ինքը ասում է, որ ես չեմ կարող, ես իրանք չունեմ դրան պատասխան։ Այո։ Ասում է դիմեք մասնագետի։ Անպայման դիմեք մասնագետի։ Այո։ Ասում է դիմեք մասնագետի, ես այդ հարցին իրանք չունեմ պատասխանել, որտեղ ես արհեստական բանականություն եմ։ Այսինքն ինչ որ մարդիկ մտածում են դրա մասին, բայց
Պետությունը դեռ կարծես թե պետության գործերը դրան չի հասել։ Դեռ չէ, բայց հուսանք։ Իսկ լավ, որ Զարա, դու բավական հայտնի ինֆլուենսեր ես, դու էլ, մանավ, դուք երկուստ եք, կարող եմ երազանք պահել երկու հայտնի ինֆլուենսերների մեջտեղ նստած։ Եթե ձեզ առաջարկեն մեծ գումարներով ինչ որ այդպիսի իրավիճակ, գովազդես, չգիտեմ ինչ, որը որ կապված է նիհարելու հետ եւ այլն, բայց դու տենց 100% վստահ ես, եթե գումարը մեծ լինի, կվերցնես թե չէ։ Ոչ, որովհետև իմ անունը ինձ ժամանակի ընթացքում ավելի շատ գումար կարող է բերել իմ հանդեպ վստահությունը, քան ես գովազդամ մի բան, որը Իսկ երբևիցե տենց բան գովազդել ես։ Չէ, առաջարկներ բնականաբար կան սկսած նիհարեցնող ինչ-որ կորսետներից վերջացրած հաբերով եւ մարաթոններով, այո, կան կորսետը հագնես ու նիհարում։ Այո։ Կորսետը հագնես ու նիհարես։ Գանդրադարնակ, լավ բան ասես, չէ, ասեմ ձեզ, լավ բան, շարունակեք։ Բայց չէ, Այսինքն դուք չէ, մանո, իսկ դուք որպես մասնագետ Իմ էջը ձեզ ապացույց։ որ դուք չեք ոչ մի այդպես։ Ընդհանրապես, եթե մի բան Իսկ առաջարկներ եղել են։ Շատ։ Այսինքն յուրաքանչյուր առաջարկը դուք ուսումնասիրում եք տեն բծախնդո Մինչև մեր մոտ ստե շանտով էր, այսինքն մինչև ժողովուրդը մեզ մինչև բանդան, աջախորդին ասում եմ մանու ջան, մի հատ նայեք, այս էջը ոնց է, ասում եմ կներեք ոչ։ Սա մերը չի, իմը չի, չեմ գարա։ Ես չեմ գարա գումարի։ Հետո ուրիշ բան կա, սա իմ գումար վաստակելունը չի։ Այդ ամենակարևորն է, այսինքն ես ունեմ աշխատանքներ տարբեր բիզնեսներ ունեմ սա իմ աշխատանքը չի սա ավելի շատ այս ամբողջը սկսվեց իմ մոտ երբ որ դեսա նոր որ հաշվում եք Զարայի հետ այդ տարբեր միֆերը որ երբ որ սկսվեց իմ մոտ սկսվեց այս բլոգը ու մարդիկ սիրեցին այսինքն սա պայքար էր պայքար ավելի շատ պայքար հիմա այդ կորսետներին անդրադառնանք ինչ կորսետներին նիհարեցնող կորսետը որ տղամարդկանց երկու տեսակ կա մեկը որ yani ջրը դահանում Մեկն բան ես հագնում։ Հա, ասենք ռեզինից, նայլոնից, ցելոֆանից, ինքը որ կո քրդինքը դահանում ավելորդ։ Դա մի մարզվելուց ես հագնում, թե։ Մարզվելուց եմ հագնում։ Okay, մարդիկ կարծում են դրանով նիհարում ես։ Մարմինը սկսում է քրդինք արտադրել, երբ որ ջերմաստիճանը բարձրանում է։ Okay։ Դու բերում ես փագում ես անոթների չի շնչում, սկսում ավերնդից։ Ինչ ես մտածում, ելում գշրում ես նայում ես կես կիլո իջեր, ասում ես նիհարեցի չէ։ Ջուրը դուրս գնաց խմեցիր, հետո նորից եկավ նույն տեղ։ Հագար դու քեզ վնաս ես տալի էլի, որտեղ ավելի շատ էլեկտրոցիտները միներալներն ես կորցնում եւ խնդիրներ ես առաջացնում։ Երկրորդը գանաց մասով եմ ուզում ասեմ, գանեք զգուշ եղեք, ձեր մարզիչը կամ ձեր հարևանը, եթե ձեզ գարաչարգի, այդ կորսետները, որ դնում են ձգում են, չեմ ինչ են ասում, կարող է ինչ-որ անուն ունենա, ասենց ուժեղ դնում ձգում են այդ միշտատարյան ժամանակներին Վիկտորիանական Աբրես, դու մենք ձգում են, աբրես, ասма տալիանա իջաստում դրանով։ Ժողովուրդ մի արեք ձեր օրգանները մի հատ պատկերացնում ներս ինչ եղավ։ Խառնվա վիրար էլա նստած։ Ճզմա վրա, շնչառությունը խախտեցի, արա գարաս միջև մարսողությունը խախտեցի։ Լիքը վտանգավոր խնդիրներ քեզ գարաբերի։ Ու դրանով ինքը մարզվում է։ Ասում որ տալիաս իջնի։ Ասում օրը պիտի 2 ժամ հագնեմ, ինքը մի ամիս հետո այսքան սանտիմ իջնում է տալիան։ Մի արեք ժողովուրդ։ Լեկ չի։ Ավելավ 1 սանտիմով ձեր տալյանը իջնի, բայց դուք առողջ լինեք ապուրայում, քան 2 սանտիմետրով եւ լինեք ոչ այդքան առողջ։ Մանո, ինչ կարող եք խորհուրդ տալ մարզվելու համար, եթե մարդիկ չեն հաճախում ջիմ, չգիտեմ, միայն քայլում են, տանը կարելի է, տանը դու քո քաշը օգտագործելով ինչ որ բաներ անես։ Իհարկե, տղամարդ ոչ զառան չներուի։ Չէ, բոլոր նայեք, սպորտը չի ներառում ինչ-որ սեր, բոլորի համար է, սպորտը բոլորի համար է, դենց բան չկա։ Հակառակը չէի ասում։ Բոլորի համար է։ Ես միշտ էդ եմ հորդորում մարդկանց մի գտեք պատճառներ, պատճառը, չգիտեմ, հերույա ձեզանից, մոդիկա ձեզանից գնացեք դունը մարզվեք, իջեք ձեր հայատում մարզվեք, այգում, որտեղ ուզում եք մարզվեք, շարժվեք, քայլեք։ Կարևոր չի, ինձ որ ասում են ես գումար չունեմ որ մարզվեմ, ասում մարզվելու համար գումար բեք չի։ Նաև դու եթե դու ուզես, դու դուննել, ասեք ես ժողովուրդ գիտեմ, որ ինձ նկարում ու արգում են, դե մոտիվացվում են, ես էլ ուրախանում եմ, որ տեսնում եմ, գնում են 2 հատ գշեր են առնում ընդամենը։ Դունը դու կարաս այդ full body բարաբեստրը, պատկերացրեք, լուրջ եմ ասում, 2 հատ կանտերոս այսօր հավաքվում է։ Ամբողջ մարմինը մարզում է մարդը։ Մարդը չի ուզում դառնա եսիմով։ Մեր նման։ Միստր Օլիմպիա։ Ապրեք։ Ինքը ուզում է պահպանի իր մգանը, ուզում է առողջ լինի։
Նույնպես կա, իմեջում էլ կա, ասենք վարժություններ, որը կանանց համար, դրամարտկանց համար, Որ տանը կարելի օգտագործել։ աթոռ օգտագործելով, ջրի շիշ օգտագործելով, չգիտեմ ինչ, դու կարաս անես էդի։ Քո սեփական քաշը օգտագործել։ Քո սեփական քաշով կարաս անես։ Լիքը վարժություններ կան, ռեզիններով, բաներով, որտեղ կապում ես, ամեն երկար ռեզիններ, մեջքի վարժություններ անես, գործքի վարժություններ անես, ամեն ինչ կարող ես անես, կարևորը մարդը ուզի։ Եթե մարդը ուզի, ամեն ինչ կարող անի։ Մարդը ուզի եւ ճիշտ խորհուրդներ լսի, այն մարդկանցից խորհուրդներ չունի, օրինակ որ խաբեբան կամ ինչ որ այս պահին ուզում են գումար աշխատել եւ հետո մեկ ամսից կորում են, մեկի գոյություն չունեն։ Դե ինչ, շնորհակալություն Մանո, հետևեք Մանո Բրուչյանի խորհուրդներին, Զարայի խորհուրդներին կարող եք հետևել, ես էլ ինձ էլ ինչ տակ, հա։ Կարտոֆ ստանում եք։ Այո։ Համ քեշով, համ կարտոֆ։ Շնորհակալություն Մանո Բրուչյանն հյուրը եւ խոսեցինք շատ կարեւոր բաների մասին, կերեք այնքան ինչքան որ ձեր օրգանիզմը պահանջում է, այս պահին ճիշտ սնվեք, ընտրություն արեք մարզիչներին, ում որ դուք հավատում եք կամ չեք հավատում եւ մարզվեք թե ջիմերում, թե տանը, թե բակում, կարևորը որ ակտիվ կյանք վարեք, որ հետո չբողոքեք ոչինչից։ Համաձայն եմ, շատ Ինչ ենք անում այս պահին։ Այս պահին շարժվում ենք առաջ, մնացեք մեզ հետ։ Մնացեք մեզ հետ, մենք շարժում ենք առաջ։